Շարունակելով մեր հանդիպումները քաղաքացիների հետ, այսօր եւս վարելու եմ տաքսի։ Բարև ոնց եք։ Շնորհակալություն։ Նորմալ, դուք ինչպես եք։ Լավ, փակ Աստծո։ Լավ։ Ոնց եք տեսնում մեր ապագան, երկրի ապագան։ Ճիշտն ասեմ, չեմ տեսնում։ Հավատում եք, չեմ կարողանում տեսնել, չգիտեմ։ Ահավոր խճճված վիճակ է, որովհետև չեմ պատկերացնում։ Ես ցավում եմ գործնելուց։ Մենակ դա եմ ցավում։ Սարսափելի է։ Այսինքն դուք մարդ եք, ով ամենաթանկ բանը տվել է, ուղարկել է ինքնակամ Արցախ, Հայաստանի համար։ Ու դիտես, ես Արցախի հետ ոչ մի կապ չեմ ունեցել, մենք չենք ունեցել ոչ հարազատներ, ոչ բարեկամներ, ոչ չունենք։ Առաջի անգամ Արցախում եղել եմ 85 թվականին ամուսինս իր աշխատողների հետ գնացել ենք մենք Արցախ, ու ես Արցախը տեսել եմ այդ ժամանակ, հիացած հետ եմ եկել։ Մայիսին եւ մայովկայի օրեր այնտեղ։ Ես չեմ եղել։ Այդ որտեղ ասմատավներ ստացեց, մամա մենք չենք գրվել, մենք հաղթել ենք։ Ու ինքը ամաչում էր իմ աչքերի մեջ նայեր։ Դե հիմա ասեք, ոնց կմտածես ապագա ոնց անել։ Ես չեմ կարող ուշադրես։ Մենակ ցավում եմ։ Մենց բաներ ասեցիք, ես ավելացնելու, ճիշտ որ ասեմ, բան չունեմ, չէ։ Դե ցավոտ թեման է, գիտեք։ Ձեր անցած ճանապարհով, ձեր տալերով դուք ամեն դեպքում արել եք այն, ինչ որ հիմքն է մեր երկրի, ինչը մեզ ապագայում նաև հաղթանակ նրա բերելու։